Բարև ձեզ, շնորհակալություն, որ հրավիրում եք։ Ներքաղաքական բուռն զարգացումներ են տեղի ունենում, 17-ի հանրահավաքը տեղի ունեցավ, Ռաֆի Հովհաննիսյանը նստել է հացադուլի, ընդհանուր առմամբ սկսենք Ռաֆի Հովհաննիսյանի հացադուլից ինչպես կգնահատեք եւ 17-ին տեղի ունեցած հանրահավաքն ու հետագա զարգացումները։ Խնդրեմ։ Նախ Ռաֆի Հովհաննիսյանի հացադուլը, սովորաբար հացադուլը դա բավական լուրջ քաղաքական ակցիա է եւ նաեւ ինչ որ միտեղ դա ցույց է տալիս, որ մարդը պատրաստ է գնալ ժողովրդության իր ասելիքը տեղ հասցնելու համար։ Այսինքն դա ուժի ցուցադրում չի, որը հատուկ չի հենց թեկուզ Ռաֆի Հովհաննիսյան քաղաքական կերպարին։ Բացի դրանից դրա արձագանքը այդ հիվանդագին ծաղրանքի ենթարկել բանեսկո մեկում ու նաեւ արմատական ընդդիմության մամուլի եւ իշխանական ներկայացուցիչների նույն բառապաշարով բնական բանա դա գալիս է նույն կաբինետից նման արձագանքները։ Անկախ նրանից ես կոնկրետ որպես քաղաքական գործիչ կիսում եմ Ռաֆի Հովհաննիսյանի նման վարքը թե չէ, բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ պարտք եմ համարել հենց առաջի օրը գնալ մի քանի ժամ ընդեղ ելնել եւ նաեւ 3 ընդեղ ելնել, զորակցությունս հայտնել եւ նաեւ ստորագրել համապատասխան մատյանում։ Բայց ինչ վերաբերվում է որ իր քայլը հետագա քաղաքական արձագանք չի ունի, դա այդպես չի իմ կարծիքով, որովհետեւ հենց թեկուզ նա որ այսօր ինչա կատարվում, մենք գիտենք աշխարհում ինչպիսի լարվածություն կա, մենք գիտենք ինչ խնդիրներ կա Հայաստանում, որոնք դա չի լուծվել։ Ինչ է այսօր փորձում անի իշխանությունը։ Ասում է, եթե կան մարդիկ, ովքեր հեղինակություն ունեն, այդ մարդկանց կողքը մարդիկ են կանգնած, որոնք չեն ընդունում իշխանությանը, այդ մարդկանց բերենք մեր կողքը, եւ դրանով այդ մարդիկ մեխանիկորեն հասարակությունը կհավաքվի մեր կողքը, բայց դա առնվազն միամտություն է, որովհետեւ այդ մարդիկ դժգոհ են իշխանությունից։ Եթե դժգոհ են իշխանությունից իդեմս Սերժ Սարգսյանի, հազիվ թե միջնորդավորված գոհ են Սերժ Սարգսյանից, գնան միանան որևէ մեկին, որ գան իր կողքը կանգնեն։ Այսինքն այս վիճակը հանդարտացնելու են տարբերակը, վայ Բարգավաճ Հայաստանի հետ փաստաթուղթ կստորագրենք, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ բանկը պայմանավորել, միևնույն է, երկրում վիճակը չի բարելավում։ Ժողովուրդը կընտրի այլ մարդ, եթե տեսնի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ցանկությունները չի կատարում։ Առավել ևս այն մարդիկ, ովքեր հենց ինքնավորած սիրում են Լևոն Տեր-Պետրոսյանին, որպես կանոն հենց նրանք են ավելի շատ դաժանորեն ատում, որովհետեւ եթե մեկի նկատմամբ անտարբեր ես, զգացմունքը տենց առանձնապես մեծ տատանումներ չի ունենում։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից շատ-շատերն ասում են, նենց մի հատ հարմար մարդ գտնենք, որ իրանից նեղանանք, իմանանք ուր ենք գնում։ Իրանք բավական նեղացվածության քանակություն են կուտակել, բայց այդ հարմար մարդուն են ման գալիս։ Իսկ նոր ուժ գալու, խնդիր կա եւ այս դեպքում Ռաֆի Հովհաննիսյանը հնարավոր է որ համախմբի շուրջը։ Ոչ միայն Ռաֆի Հովհաննիսյանը։ Խնդիրը սա է, որ աշխարհի փորձը նայենք, մենք մի անգամ բաց թողեցինք, երբ որ հեղափոխական ալիքը եկավ մտավ անգամ հարավային Կովկաս, Վրաստան, այն ժամանակ էին քննարկում, թե մենք ինչ գործ ունենք Վրաստանի հետ, հազարով մի խնդրեմ ունի, այսօր օրվա մեջ առավոտից երեկո Վրաստանին օրինակ են բերում, որովհետև նա այլ ճանապարհ ընտրեց։ Հիմա երկրորդ խնդիրն է առաջացել։ Ուշադրություն դարձնենք աֆրիկյան դեպքերի։ Բնական է գիտենք, որ մեծամասնությունը միայն մի դեպքում է կարողանում իշխանություն ձևավորել, եթե ընտրության միջոցով է ձևավորում։ Իսկ մնացած դեպքում իշխանությունը ձևավորում է ագրեսիվ փոքրամասնությունը։ Եթե մենք վերցնենք տեսնենք Թունիսի դեպքերը, փողոցեր դուրս եկել 10 միլիոնոց երկրում 10,000 մարդ են։ Պիկի ժամանակ եղավ 100,000, այսինքն մի տոկոս։ Բայց միջազգային հանրությունը համարեց, որ այդ ագրեսիվ փոքրամասնությունը հենց արտահայտում է երկրի մեծամասնության իղձերը ցանկությունները եւ ասեց համապատասխան իշխանությունների հաջողություն։ Նայենք Եգիպտոսի դեպքը նայենք։ Առավելագույնը, որ նույնիսկ ամենաճոխացրած ներկայացնում են 2 միլիոն մարդ, որը դա խիստ հազվադեպ է եղել, 85 միլիոն երկրի համար ինչ է անում։ Գնահատական Ռաֆի Հովհաննիսյանի քայլը խնդրեմ։ Ռաֆի Հովհաննիսյանի քայլը հետևանք կունենա, անկախ նրանից թե ինչ ձևով դա կգնահատեն։ Առավել ևս դրա հետևանքը եղավ նա, որ Ազատության հրապարակում իր նստելուց հետո վերաբերմունքը ժողովուրդը տեսավ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը մտավ հրապարակ։ Այսինքն համեմատելու բան ունի, թե ինչպիսին է վերաբերմունքը։ Խնդիրը սա է, երբ որ այսօր արմատական ընդդիմությունը արդեն խոսում է նրա մասին, որ միակ ընդդիմություն լինելու ձևաչափում կարողանա իշխանության հետ համաձայնության գա, դա չի հանգեցնելու։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ֆունկցիան չի կատարելու, չի կարողանա կատարել, որովհետև հասարակական այս ընդվզման ալիքը ավելի է մեծանալու, դիմացի ընտրությունն է 1, թանկացումներ են 2 եւ այս արաբական երկրների էֆեկտն էլ 3։ Իրան դա չի հաջողվելու, բայց
քանի որ Սերժ Սարգսյանը ի սկզբանե ցանկանում է իմանալ, որ կանխատեսելի ձևով պետք է լինի, ի սկզբանե ասում է ժողովուրդ իմացեք 7 տարի ես եմ, մի քիչ չարչարվի։ Այսինքն մի կողմ քաշվեք, ընդհակառակը նրանք, ովքեր այդ մտքի հետ չեն հաշվում, ավելի ըմբոստանալու են, այլ տարբերակներ են որոնելու։ Այսինքն եթե Լևոն Տեր-Պետրոսյանը իր պարտավորվածությունը կատարի Սերժ Սարգսյանի հանդեպ, դա ընդհանրապես պետք է կարողանա ասի, այլ ընդդիմություն չի առաջանա։ Նա ինքը չի կարողանա դա անի։ Ու դրա համար կարող է ստիպված հայտնվել Արտաշես Գեղամյանի այն տարբերակում, որ ասես մի 0 ավել է ասում, ինքը այդքան չարժի։ Այսինքն առայժմ դերեկի չի հասել դրան։ Ուրեմն ճիշտն ասած ես համաձայն եմ այդ մոտեցման հետ։ Ամեն ինչ նաև ներառյալ Ռաֆի Հովհաննիսյանի հետ հրապարակում չմոտենալ չհանդիպել, կապված է մի մոտեցման հետ, լինել միակ ընդդիմություն։ Ես դեռ 2007 թվականի հոկտեմբեր ամսից հայտարարել եմ իրենց միակ նպատակը անցյալի կեղտերից մաքրվել, դառնալ այսպես ասած քաղաքական դաշտում թեկուզ ոչ իշխանության անմիջապես հավակնորդ ընդդիմություն, տեղեր ունենալ պարլամենտում։ Եվ այս գործը քայլ առ քայլ արվեց, բավական գեղեցիկ արվեց, բավական ազդեցիկ, ժողովուրդն էլ ընդունեց։ Հիմա նրանք գնում են նույն ճանապարհով։ 2012 թվականի ընտրություններին ունենալ այսպես գոնե մի 10-15 տեղ ազգային ժողովն ու 20 եթե լինի փառք Աստծո։ Լավ, նոր ուժերի առաջ գալ հնարավոր համարում եք, ոչ միայն հնարավոր եմ համարում, այլ պահանջը կա ներողություն։ Ես հասկացա։ Չէ, երկրորդ հասնել այլ ձեր ուժերի դերակատարություն։ Ուրեմն այսպես, այո, պահանջը կա, ակնհայտորեն այսպես աղաղակող նույնիսկ պահանջ կա։ Մեր ուսումնասիրությունները գիտեք վերջի արդեն մի քանի ամիս է մենք փորձում ենք հասարակական կարծիքի, այսպես սոցիոլոգիական հարցումների ճանապարհով գնալ ինտերնետ հարցումների։ Ուրեմն հանրային կարծիքի շտեմարանում ամեն նույնիսկ անկախ մեր կամքից ծավալվում են այսպես առաջարկություններ, քննարկումների մի մեծ շարք, որի մեջ պարզ երևում է մի բան, մարդիկ փնտրում են։ Ուզում եմ մի հատ ելք գտնել, մի հատ ճանապարհ գտնել։ Բայց տեսնում են ինչ-որ։ Ուրեմն այսպես ես կարծում եմ նա այս բոլոր խոսակցությունների 7 տարի քաղաքական դաշտի այդպես մարդկանց հետ ամենակարևոր հարցը բոլորս մոռանում ենք։ Իսկ կլինեն արդյոք արդար ընտրություններ։ Ընտրություններում կձևավորվի իշխանությունը, թե ոչ։ Եթե իշխանությունը նորից պետք է ձևավորվի նկարովի իշխանությամբ, ապա ինչի մասին է խոսքը իրար մեջ կհամաձայնվեն այսպես Դաշնակցությունը այդ ուղղությամբ շարժում է սկսել, այ ոնց կգնահատի։ Դաշնակցության այդ ուղղությամբ շարժմանը ես մասնակցել եմ եւ երբ որ իմացել եմ, որ դա հասարակական շարժում է, հաշվի առնելով որ նաեւ ես հասարակական գործունեությամբ եմ զբաղվել, այնտեղ անդամակցում եմ որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ։ Դա էլ իմ վերաբերմունք է գործընթաց։ Խնդրեմ։ Հաղորդի երկու բանոթոսներին կապված ժառանգության վերջի միլիարդերի հետ, թե մարտի 3-ին, թե 3 միջև այդ ոստիկանությունը մեկնաբանում է, որ մարտի 3-ի տեղ ունեցածը կապված է ժառանգության երկու պատգամների Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Օսմանջյանի կեցվածքի հետ, բայց երեք միջադեպ եղավ նաեւ Լարիսա Ալավերդյանի հետ կապված։ Ինչ գնահատական կտակ ոստիկանությանը, որովհետեւ Լարիսա Ալավերդյանը այն անդը չէ, որ Կարելի է ես պատասխանեմ, եթե որևիցե մեկը կասկածում է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջի շրջանում տեղի ունեցել թռիչքաձև արմատական փոփոխություն, Հայաստանի ոստիկանությունը դարել այսպես ասած ժամանակակից դեմոկրատական աշխարհի ոստիկանություն խորսխալ։ Ինչպես եղել էր առաջ, այդպես է շարունակվում։ Բնականաբար ոստիկանությունը երբ որ նաև առիթ ունի հարապարակում կառավարության մոտ ինչ որ բաներ խանգարում են ճանապարհը եւ այլն, բնականաբար փորձում է իր առիթը, իր հնարավորությունը մաքսիմալ իրականացնել եւ կիրականացնի առնվազն երկար ժամանակ, քանի դեռ Հայաստանում իսկապես դեմոկրատական այսպես մթնոլորտ չի ստեղծվել։ Ասած կներեք էլի ուղղակի, այսինքն ուզում եք ասել ոստիկանությունը ինքնագործունեությամբ է զբաղված, դա հրահանգված չէ։ Բայց ես դες բան ասեցի։ Չէ, ասում եք ոստիկանությունը կշարունակի անել։ Քանի դեռ Ուրեմն ձեր կարծիքով հիմա հետևյալը։ Ուրեմն Սերժ Սարգսյանը
նախագահանից զանգատալի Ալիկ Սարգսյանին ասում է հրապարակի ձեր ներկայացուցիչին ասեք այսպես անեն։ Բնական է, որ եթե անունը նրանք ոնց որ կան այտենց շարունակում են, դրա համար ոչ զանգ է պետք, ոչ բան է պետք։ Բայց նրանք բոլորը հասկանում են, որ դա այսպես ընդունված կարգ է, դրանով իրանք կարող է իրանց շիները բարձրացնեն, նոր պաշտոններ ստանան եւ այլն եւ այլն։ Դրա համար կարիք չկա, որ նախագահ զանգ տա։ Հրամայ։ Բայց այդ դեպքում ինքնագործություն է դա։ Եթե զանգ չի եղել, ուրեմն դա ինքնագործություն է։ Բայց ինչ է։ Ասեմ, որ զանգ չեն դասեն բռնություն, հա։ Որ ինքնագործունեություն։ Ներողություն, նորից եմ ասում։ Ոչ ինքնագործունեությունը դա ենթադրում է անմիջական պրոցեսի ղեկավարում։ Անմիջական պրոցեսի ղեկավարումը Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից դա լինում է գոնե զանգով, եթե ոչ ներկա լինի։ Հիմա եթե դուք անունը դնում եք ինքնագործունեություն, իհարկե ես կասկածում եմ, որ անմիջական մասնակցություն եղել է։ Բայց դա եղել է հաշվի առնելով ում համար ինչի իշկանով է լավ։ Նախ ինչ վերաբերում է մարտի 3-ի դեպքին, ես հենց 7 օր եմ կայքում, դրան անդրադարձել եմ եւ դատապարտել եմ ինչ որ կատարել ժառանգության պատգամավորների հանդեպ։ Ինչ վերաբերում է դրանից հետո նաեւ Սամսոն Խաչատրյանի հետ կապված Neonius կայքում ես դրան անդրադարձել եմ, նորից իմ խոսքն եմ ասել, եւ եթե հարցը առաջանում, թե արդյոք դա հրահանգված է վերևից թե չէ, նույնիսկ այդ կարգի հարց չպետք է առաջանար, սահմանադրությամբ ուժային կառույցները պատկանում են երկրի նախագահին։ Եվ եթե երկրի նախագահն ինքը տեսնում է, որ իր ենթականները ինքնագործունեությամբ են զբաղվում ու նրանց չի պատժում, ուրեմն բերեք ասենք, որ այդ նախագահն իր տեղում չի։ Իսկ եթե երկրի նախագահն դա տեսնում է ու չի պատժում, մենք հասկանում ենք, որ դա հրահանգված է նախագահական նստավայրից։ Եվ կարիք չկա այդտեղ մտածել, թե անձամբ նախագահն է զանգում, թե իր աշխատողը, միթե դուք դա եք հարցնում, թե նախագահն ում միջոցով է հարցնում։ Չի կարող ազգային ժողովի պատգամավորին արգելվել գնալ կառավարության նիստի ժամանակ մոտենալ շենքին եւ դա որևէ փոխգնդապետի լիազորությունների գերազանցման մասին խոսքը գնա։ Առնվազն դա մի համատեություն։ Լավ, այսօր ժողովրդական մուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը հասկացել է այդ մարդու ֆենոմենը ինչպես է գնահատում նա արիտնանքային դիրեկցիային Ես ասեմ բարձ, դա ուղղակի ֆենոմեն է։ Ինչ որ ուսումնիչները ասում են իշխանության պրոյեկտական ինչպես գնահատում։ Քաղաքական դաշտում մենք ունենք երկու զուգահեռ ուղղվածություն, մեկը որ քաղաքականության մեջ ընդդիմադիր լիդերը պարզապես սրբի կերպարով պետք է լինի, գլխին մեռնեն, բոյին մեռնեն, հորկտորնա կամ եւ այլ, ոնց որ գալիս է դեռ Դեմիրճյաններից, հետո եկավ Արտաշես Գեղամյան, Արտուր Բաղդասարյան, հիմա Լևոն Տեր-Պետրոսյան, եւ նաեւ դրան միշտ որպես հակակշիռ կար լակմուսի թուղթ, որ Արկադի Վարդանյանը կար Հայաստանը ոչ մեկը նրան չէր ճանաչում, բայց օպերայի հրապարակում 30,000 մարդ հավաքեր ամենապասիվ ժամանակ։ Այսինքն մի ընտրազանգված ունենք, որը միշտ պատրաստ է ոչ միայն դա ցույց է տալու, ես նորից անդրադառնամ իմ սկզբում ասած խոսքին, որ անգամ 1% եթե փողոց դուրս գա եւ նրան աջակցեն ասելով, որ հարգելի 1% դու ունես այդ հնարավորությունը եւ ոչ միայն ուսումնասիրենք արաբական դեպքերը, որ այնտեղ լիդերներ որպես այդպեսին չկային, լիդերները ծնվեցին փողոցում, այլ նաեւ եթե մենք ուշադրություն դարձնենք արաբներից առաջ մեր մոտ է դա եղել, երբ որ լարվածությունն առաջացավ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը տնից դուրս չէր գալի, ասում էր թող մոնղոլ թաթարները ինձ տիկնապատն որ տնից դուրս գան, այդ ժամանակ շարժումը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ այսօր մտածել, որ Հայաստանում չի գտնվի 10 կամ 100 Նիկոլ Փաշինյան, որոնք որ կղեկավարեն այդ շարժումը, հաստատ կգտնվի։ Այսինքն հենց սա է այդ վախը առաջացել իշխանության մոտ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող այդ ֆունկցիան կատարել, որ մերցնի այդ շարժումը։ Բացի դրանից, եւ նաեւ Տիգրան Կարապետյանի շարժումը հենց ցույց է տալիս, որ միշտ էլ կգտնվի բավարար չափով կրիտիկական զանգված մի խափի, ժողովրդին օգնեք։ Միշտ էլ ցանկություն ունենք, որ նորմալ ընտրությունների միջոցով իշխանություն փոխվի, բայց հիմա մի շատ մեծ վտանգ կա, եթե իշխանությունը փորձի ցանկացած շատ գրագետ ձևով ընտրությունները կեղծել, որ նույնիսկ ժողովուրդը գլխի չընկնի, բայց վերջը մարզունքները նայել, տեսնի, որ ինքը պարտվել է, իշխանությունը կտեղափոխվի հարթակ։ Այս է խնդիրը։ Այս վտանգը այս անգամ կա, որովհետև աշխարհը այսօր ունի հստակ վերաբերմունք, ոչ մի բռնապետի չի պաշտպանելու, ոչ մի ժողովրդի վրա կրակողը չի պաշտպանելու։ Սա պետք է հաշվի առնել։ Հա? Բռնապետը չի գնում։
Դեբրնապետը չի գնում, այսինքն հիմա ուղարկելու շատ բարենպաստ պայման կա։ Եվ շնորհակալություն։